Ընթերցում ենք Մատթեոսի ավետարանը և կատարում մեկնաբանություններ։ Գլուխ 6. Զգույշ եղեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առջև չանեք, որպես թե այն լիներ ի ցույց նրանց, այլապես վարձ չեք ընդունի ձեր հորից, որ երկնքում է։ Մատթեոսի ավետարանի 6-րդ գլուխը բացվում է մի նախազգուշացմամբ, որը հիմք է հանդիսանում 3 հաջորդող օրինակների համար՝ ողորմություն, աղոթք և պահք։ Դրանք հրեական բարեպաշտության 3 սյուներն էին։ Մատթեոսի ավետարանի 6-րդ գլխի առաջին համարում գրված ողորմություն բառը ամենայն հավանականությամբ նախապես եղել է արդարություն։ Արդարություն հասկացությունը ներառում է նաև ողորմությունը, աղոթքը և պահքը։ Եբրայերեն բառը, որ նշանակում է արդարություն, կիրառական կյանքում երբեմն դժվար էր ընկալվում և ժամանակի ընթացքում հրեական միջավայրում ցեդեկա բառը, որ նշանակում էր արդարություն, իմաստային նեղացում ստացավ և արտահայտվեց գլխավորապես կյանքում ողորմության գործերով։ Այսինքն, երբ որ մարդիկ ասում էին այսինչ մարդը արդարության գործ է կատարում, ընկալում էին ողորմության գործերը։ Սա թույլ տվեց, որպեսզի մարդիկ արդարությունը կարողանան կյանքում հստակ սահմանել։ Այնուամենայնիվ, մասնագետները, աստվածաշնչագետները գրեթե միաձայն ասում են, որ 6-րդ գլխի առաջին համարում նշված ողորմություն բառը, ինչպես որ ասում է, զգույշ եղեք, որ ձեր ողորմությունը ի ցույց մարդկանց չանեք, այդ ողորմություն բառը պետք է կարդալ արդարություն, որով 6-րդ գլուխը կապվում է 5-րդ գլխի հետ։ Հրեական ընկալման մեջ ողորմության գործերը կարող էին մեղքեր քավել, և եթե այդ ողորմության գործերը կամ ինչպես որ արդեն ասացինք, արդարությունը բավականաչափ էր, հնարավորություն էր տալիս նույնիսկ քավելու այլոց մեղքերը, ինչպես օրինակ Աբրահամ նահապետի պարագանը, որով հրեաները համարում էին, թե իրենք ևս փրկված են միայն նրա համար, որ Աբրահամի սերունդ են, քանի որ Աբրահամը արդարության այնպիսի գործեր էր կատարել, որ ոչ միայն իր փրկության հարցն էր ապահովել, այլ նաև իր սերունդների։ Այլ երբ ողորմություն անես, փող մի հնչեցրու քո առջև, ինչպես անում են կեղծավորները ժողովարաններում և հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը։ Փառասիրությունն ու առաքինությունը բնությամբ անհաշտ են իրար հետ, այնպես ինչպես ջուրն ու կրակը, այնպես որ փառասիրությունն ու առաքինությունը չեն կարող բնակվել նույն հոգում, ասում է Որոգինեսը։ Հովհան Ոսկեբերյանը փառասիրությունը կոչում է ամենակործան գիրք, որը անգամ բարեպաշտներին կարող է պատել։ Այս գիրքը հատկապես կպչում է 3 մեծ առաքինություններին, ասում է Ոսկեբերյան Հայրապետը՝ ողորմությանը, աղոթքին և պահքին։ Քրիստոս դատում է ոչ թե արարքը ինքնին, այլ դրա նպատակը։ Պատիժը նշանակվում է ոչ թե գործի համար, այլ այդ գործը կատարողի մտադրության համար։ Այս նույն միտքը ավելի բացված կերպով ասում է նաև Օգոստինոս Երանելին։ Մարդը ոչ թե պետք է վախենա բարիք գործելիս երևալուց, այլ պետք է չգործի երևալու համար։ Օգոստինոս Երանելին հատուկ շեշտում է այն հանգամանքը, որ քրիստոնյաները կոչված են բարիք գործել, լույս լինել աշխարհի համար, որպեսզի տեսնեն, ինչպես ավետարանում է ասում, քրիստոնյաների գործերը և փառավորեն ձեր հորը, որ երկնքում է, ասում է ավետարանը։ Դրա համար Օգոստինոս Երանելին շեշտադրությունը կատարում է ոչ թե ինքնին չերևալու հանգամանքի վրա, ողորմության գործ կատարել, երևալու նաև հնարավորությամբ, բայց չգործել միայն երևալու համար, այլ որպեսզի տեսնեն գործը և փառք տան
մեր երկնավոր հորը։ Փառքը պետք է վերագրվի ոչ թե մարդուն, այլ նրան, ով գործում է մարդու մեջ, ասում է Օգոստինոս Երանելին։ Այլ երբ դու ողորմություն անես, քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, եւ քո հայրը, որ տեսնում է ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես։ Հույների եւ հռոմեացիների մոտ ընդունված չէր անձնական բարեգործությունը։ Հանրային նվիրատվություններ նախատեսված էին սեփական փառքը ընդգծելու եւ որոշակի ճանաչում ապահովելու համար։ Մյուս կողմից, ողորմությունը հրեական բարեպաշտական կյանքում ուներ կենտրոնական նշանակություն։ Նույնիսկ աղքատը պետք է կատարեր ողորմության գործեր։ Թեև որոշ հրեական օրենքներ սահմանում էին ողորմության վերին սահման եւ արգելում էին 10-որդի 20%-ից ավել նվիրաբերելը։ Փող մի հնչեցրու քո առջև արտահայտությունը չափազանցություն է։ Անշուշտ որևէ մեկը, որ ողորմություն է կատարում, չի շեփորահարում։ Ամենայն հավանականությամբ այստեղ բառախաղ է։ Նվիրատվությունների համար նախատեսված քսակներ կային, որոնք կոչվում էին շաֆարոտ։ Այս քսակները նման էին շեփորի, վերից լայն էին, իսկ ներքևից նեղ։ Եվ ուրեմն, երբ ասում է փող մի հնչեցրու քո առջև, ըստ ամենայնի նկատի ունեն այս զուգահեռը, որ ուղղակի մի բարձրաձայնիր քո կատարած նվիրատվության մասին։ Թող ձախ ձեռքը չիմանա, թե աջ ձեռքն ինչ է անում, արտահայտությունը նույնպես ակնհայտորեն չափազանցություն է։ Տեր Հիսուս հաճախ է օգտագործում այդպիսի լեզու։ Եվ դա հատուկ է նաև հրեական մեկնաբանական արվեստին։ Եվ երբ աղոթես, չլինես կեղծավորների նման, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել, որպեսզի մարդկանց երևան։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը։ Այլ դու երբ աղոթես, մտիր քո սենյակը, փակիր քո դռները եւ ծածուկ աղոթիր քո հորը, եւ քո հայրը, որ տեսնում է ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես։ Աղոթքին նվիրված այս հատվածում մենք սովորում ենք, թե ինչպես պետք չէ աղոթել եւ ինչպես է պետք աղոթել։ Հուդայականության մեջ աղոթքին շատ ավելի մեծ շեշտադրում էր տրվում, քան հույների եւ հռոմեացիների շրջանում։ Խնդիրը հրապարակային աղոթքը չէ, այլ մարդկանց առաջնորդող դրդապատճառները, ինչպես նաեւ ասացինք դրա մասին ողորմության պարագային։ Այսպիսի աղոթքը նպատակ ունի տպավորելու մարդկանց, եւ Տերը արգելում է, զգուշացնում է նման միտումներից մարդկանց։ Այն նպատակ չունի լսելի լինել Աստծուն, այլ նպատակ ունի տեսանելի դառնալ մարդկանց։ Հավանաբար բարեպաշտ մարդկանց համար սովորական էր իրենց անձնական աղոթքները մատուցել ժողովարանում։ Այստեղ սենյակ բառը կարող է լինել պարզ մի մառան, քանի որ մարդկանց մեծ մասը առաջին դարերի տներում չունեին իրենց համար առանձին սենյակներ, եւ միայն մառանն էր, որ ուներ դուռ, որը կարող էր նաև փակվել։ Ամենայն հավանականությամբ մտիր քո սենյակը արտահայտությունը նկատի ունի այդպիսի մի կենցաղային իրավիճակ։ Աղոթքը կատարվում էր սովորաբար կանգնած։ Սա աղոթքի ընդունված դիրքն էր։ Աղոթք անելիս շատախոս մի լինեք, ինչպես հեթանոսները, որովհետև նրանք կարծում են, թե իրենց շատ խոսքերի պատճառով լսելի կլինեն։ Արդ նրանց չնմանվեք, որովհետև ձեր հայրը գիտե, թե ինչ է ձեզ պետք, նախքան որ դուք նրանից մի բան ուզեք։ Եվ արդ դուք այսպես աղոթեցեք։ Սուրբ գրային մեկնաբանների մոտ հստակ չէ այն պատկերացումը, արդյոք այս ժամանակահատվածում գոյություն ունեին հաստատված աղոթքի տեքստեր։ Հույները իրենց աղոթքներում թվարկում էին տարբեր աստվածություններ, որքան հնարավոր է շատ տիտղոսներ էին տալիս այդ աստվածություններին, գովերգում էին, հույս ունենալով գրավել նրանց ուշադրությունը։
Իրենց աղոթքներում հեթանոսները սովորաբար հիշում էին նրանց բարի գործերը, փորձելով ստիպել Աստծուն կատարել փոխադարձ համաձայնությամբ նախատեսված պարտավորությունները։ Հեթանոսական ընկալման մեջ աղոթք նշանակում էր շահավետ փոխհամագործակցություն որևէ հեթանոսական Աստծո հետ։ Հուդայականությունը ճանաչում էր Աստծո ամենագետ լինելը։ Հրեաներն Աստծուն այլ կերպ էին պատկերացնում, քան հույները և հարակից ժողովուրդները։ Հուդայականության մեջ Աստված հայր էր, որը ուրախությամբ հոգ էր տանում իր ժողովրդի մասին։ Հուդայականությունը նաև ճանաչում էր, որ Աստված գիտի բոլոր մարդկային մտքերը։ Տեր Հիսուս առաջարկում է արդյունավետ աղոթքի մոդել, որը հիմնված է վստահության և սիրո վրա, այլ ոչ թե գործարքային հարաբերության վրա, մոդել, որը ավելի մոտ էր հեթանոսական ընկալումներին։ Եվ արդ դուք այսպես աղոթեցեք. Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի քո անունը, քո թագավորությունը թող գա, քո կամքը թող լինի, երկրի վրա, ինչպես որ երկնքում է։ Մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր, և ներիր մեզ մեր հանցանքները, ինչպես որ մենք ենք ներում նրանց, որ հանցանք են գործում մեր դեմ, և մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը և զորությունը և փառքը հավիտյանս ամեն։ Այս աղոթքը սովորաբար կոչվում է տերունական աղոթք։ Այն պարունակում է 7 խնդրանքներ։ Առաջին 3-ը փառաբանություն են ուղղված Աստծուն, մինչդեռ մնացած 4-ը վերաբերում են երկրային կյանքի համար անհրաժեշտ բաներին։ Ամբողջ աղոթքը մղում է գիտակցել, որ մարդ ունի լիակատար կախվածություն Աստծուց։ Հրեական աղոթքներում արտահայտվում էր այն միտքը, որ Աստուծո անունը կփառավորվի կամ կսրբացվի ժամանակների ավարտին, երբ կգա նրա թագավորությունը, ինչպես ասվում է նաև Աստվածաշնչում, Եսայի մարգարեության մեջ, Եզեկիելի և նաև Զաքարիայի։ Մինչ այդ Աստուծո ժողովուրդը փառաբանում կամ սրբացնում էր նրա անունը իր արդար կյանքով։ Եթե նրանք անարժան ապրեին, ապա պատճառ կդառնային, որ Աստուծո անունը հայոյվեր հեթանոսների մեջ։ Հրեաները հավատում էին, որ արքայության հաստատմամբ Աստծո կամքը պետք է կատարվի թե երկնքում և թե երկրի վրա։ Մեր հանապազօրյա հացը արտահայտության մեջ հունարեն բառը, որ հայերեն թարգմանել ենք հանապազօրյա, հասկացվել է տարբեր ձևերով։ Այն կարող է ընկալվել, ինչպես որ մենք ենք թարգմանել, հանապազօրյա, այսինքն ամենօրյա, կարող է հասկացվել անհրաժեշտ, կարող է հասկացվել վաղվա իմաստով և նույնիսկ կարող է ընկալվել այն, որը մենք կուտենք Աստծո արքայությունում։ Այս հանապազօրյա հաց հասկացության 3 հիմնական աստվածաբանական մեկնաբանություն կա։ Առաջին, այսպես կոչված խորհրդաբանական մեկնաբանություն, որ վերաբերում է Քրիստոսի մարմնին և արյանը։ Երկրորդ, վախճանաբանական մեկնաբանություն, որ վերաբերում է գալիք արքայությանը, այս խնդրանքը հետագայում շարունակվում է 10-րդ համարում, թող գա քո արքայությունը։ Եվ երրորդ մեկնաբանական շերտը ընկալվում է բառացի կերպով և վերաբերում է Աստծո կողմից մարդու առօրյա ֆիզիկական կարիքները բավարարելուն։ Այս համարը ակնարկ է մանանային, որը Աստված տվեց իր ժողովրդին անապատում, երբ նա փրկեց նրանց գերությունից։ Մեր հանցանքները կամ մեր պարտքերը արտահայտությունը խոսում է բնականաբար հոգևոր պարտքերի մասին։ Քրիստոնյաները ներվում են Աստծո կողմից, ուստի պետք է ներեն նաև իրենց պարտապաններին կամ իրենց նկատմամբ հանցանք գործածներին։ Եթե չենք ներում ուրիշներին, ապա իրավունք չունենք Աստծո ներողամտությունը պահանջելու։ Հուդայականության մեջ մեղքերը դիտվում էին որպես պարտք։ Արամեերեն լեզվամտածողության մեջ մեղքերն ու պարտքերը արտահայտվում էին նույն բառով։ Աստվածաշնչյան օրենքը պահանջում էր պարտքերի պարբերական ներում, օրինակ
հինկտակարանը խոսում է յուրաքանչյուր 7-րդ և յուրաքանչյուր 50-րդ տարվա մեջ թողություն շնորհելու, քավություն շնորհելու մասին։ Ուստի պարտքերի ներման թեման արդիական էր նաև Տեր Հիսուսի օրերին, քանի որ ուներ հստակ հինկտակարանյան համատեքստ։ Մի տար մեզ փորձության արտահայտությունը բազում քննարկումների տեղիք է տալիս։ Երկնավոր Հայրը կարող է մեզ փորձել, ինչպես տեսանք Մատթեոսի ավետարանի մեջ 4-րդ գլխում, երբ որ փորձվեց Տեր Հիսուս։ Օրինակ, նման դրվագ տեսնում ենք 2-րդ օրինաց գրքում 8-րդ գլխի 2-րդ համարում, օրինակ, որտեղ խոսվում է Իսրայելի անապատային կյանքի ընթացքում Տիրոջ կողմից նրանց փորձվելու մասին։ Ուրեմն Երկնավոր Հայրը կարող է մեզ փորձել ըստ Աստվածաշնչի, բայց նա թույլ չի տա մեր ուժերից վեր փորձություն, ինչպես որ խոսում է այդ մասին Պողոս առաքյալը իր Կորինթացիներին ուղղված առաջին նամակում 10-րդ գլխի 13-րդ համարում։ Ձեր վրա ոչ մի փորձություն չի եկել, բացի մարդկանցից եկածից, բայց հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել, այլ փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալու, որպեսզի կարողանաք համբերել։ Հին հրեական աղոթքների հետ նմանությունը և այս համարի հնարավոր արամեերեն ծագումը ցույց են տալիս, որ այն կարող է նշանակել մի թող, որ մենք մեղք գործենք, երբ փորձության մեջ կլինենք։ Այլ կերպ ասած, մի տանիր մեզ ի փորձություն կամ մի տար մեզ փորձության կարող է նշանակել փորձանքի մեջ թույլ մի տուր, որ ընկնենք, երբ որ փորձության ժամը կգա, թույլ մի տուր, որպեսզի մեղք գործենք, մեղանչենք քո առաջ։ Որոշ աստվածաբաններ այստեղ տեսնում են ակնարկ վերջին օրերի փորձություններին, որը պետք է նախորդի գալիք արքայության, այսինքն դատաստանի օրվա նախապատրաստող այդ մեծ փորձությունների մասին կարող է լինել խոսքը, որով որ ևս շեշտադրվում է այն հանգամանքը, որ մենք խնդրում ենք Տիրոջը այդ մեծ փորձության մեջ, աստվածուրացության փորձության մեջ ընկնելու ժամանակ թույլ չտա, որպեսզի մենք մեղքի մեջ մտնենք։ Հրեական աղոթքները սովորաբար արտասանվում էին պաշտամունքի ժամանակ և ավարտվում էին փառաբանական գովեստով, դրա համար էլ զարմանալի չէ, որ այստեղ ավելացվել է նաև հետագայում փառաբանության խոսքերը, ինչպես որ մենք էլ ամեն անգամ Հայր մերն ասելուց հետո ասում ենք «Զիքո է արքայություն և զորություն և փառք հավիտյանս ամեն», որ նշանակում է, որովհետև քոնն է թագավորությունը և զորությունը և փառքը հավիտյանս ամեն։ Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների։ Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները։ Այս սկզբունքը Տիրոջ կողմից ներկայացվում է որպես մեկնաբանություն տրված աղոթքին, և հստակ երևում է, որ Տեր Հիսուս խոսում է նրա մասին, որ մենք պետք է ներենք մեր նկատմամբ հանցանք գործողներին, որպեսզի ակնկալիք ունենանք Տիրոջից ներում ստանալու։ Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը։ Այլ երբ դու ծոմ պահես, օծիր քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը գաղտնաբար, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ։ Շատ բարեպաշտ մարդիկ շաբաթը 2 անգամ ծոմ էին պահում հրեական միջավայրում։ Ծոմ ասվածը պետք է հասկանալ, որ առանց ջրի և առանց որևէ սնունդի կատարվող գործողությունն էր։ Նման պահքը համարվում էր գովեստի արժանի, մինչդեռ մարմինը սանձելու համար ծոմը արգելված էր։ Հրեական պահքը ներառում էր ոչ միայն սննդից, ինչպես ասացի, այլ նաև կյանքի այլ հաճույքներից հրաժարվելը, այդ թվում գլուխը օծելը,
եւ այս ամենը իսկական պահքի նշաններ էին համարվում։ Տերը երբեք ինքնանպատակ ծոմ չի սահմանել, ինչպես որ ծոմապահության մասին կարդում ենք մարգարեական գրականության մեջ, օրինակ Եսայու մարգարեության 58-րդ գլխի 3-ից 12-րդ համարները։ Այդ ինչպես է, որ մենք ծոմ պահեցինք, եւ դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, եւ դու չիմացար, արդ ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն եք կատարում, եւ կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ։ Հակառակության եւ կռիվների մեջ եք պահում եւ բռնցքահարում տկարին, իսկ իմ ինչին է պետք այդպիսի ծոմապահության օրը։ Դուք պիտի գաք բողոքեք ինձ, եւ ես չպիտի լսեմ ձեզ։ Այդպիսի ծոմապահությունը չէ, որ ես ընտրեցի, եւ ոչ էլ այնպիսի օրը, որ մարդ իր անձն է տանջում։ Եթե պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ սակայն չեմ համարի ծոմ եւ ընդունելի օր։ Այդպիսի ծոմապահությունը չէ, որ ես ընտրեցի, ասում է Տերը։ Քանդիր անիրավության հանգույցը, խորտակիր քո վաճառական խարդախությունն ու բռնությունը, ներիր ու արձակիր նեղյալներին եւ պատռիր բոլոր անիրավ մուրհակները։ Քաղցածներին բաժանիր քո հացը եւ անօթևան աղքատներին տար քո տուրը։ Եթե մերկ մարդ տեսնես, հագցրու նրան, բայց քո ընտանիքի զավակին մի անտեսիր։ Այն ժամանակ այգաբացի պես պիտի ծավալվի քո լույսը եւ արագորեն պիտի հասնի քո ապաքինումը, քո առջևից պիտի ընթանա քո արդարությունը եւ Աստուծո փառքը պիտի պահի քեզ։ Այն ժամանակ պիտի կանչես եւ Աստված պիտի լսի քեզ, մինչեւ դու խոսես, նա պիտի ասի, թե ահա հասել եմ։ Եթե դու քո միջից հեռացնես խարդախությունը, ձեռնձգությունն ու տրտունջի խոսքերը, քո հացը հոժար սրտով քաղցածներին տաս եւ չքավոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խավարի մեջ կծագի քո լույսը, քո խավարը կվերածվի միջօրեի։ Քո Աստվածը ամեն ժամ քեզ հետ կլինի, քո անձնը ցանկության հագեցում կստանա եւ քո ոսկորները կլիանան ու կլինեն ինչպես ջրարփի պարտեզ, ինչպես աղբյուր, որից ջուրը չի պակասի։ Քո դարավոր ավերակները կվերաշինվեն եւ քո հիմքերը մշտնջենական կլինեն սերնդից սերունդ։ Դու պիտի հառնես ու կոչվես պարսպապատերի փլատակները վերականգնող եւ նրանց ճամփամիջյան դարափոսերը վերացնող։ Օծիր քո գլուխը։ Օծումը ուրախության խորհրդանիշ էր։ Առօրյա կյանքում այն արվում էր ամեն օր բացառությամբ, երբ ծոմ էր։ Այդպես Դանիել մարգարեն, երբ որ ծոմ պահեց իր եղբայրների համար, որոնք Իսրայելում էին, հրաժարվեց օծել իր մարմինը, հրաժարվեց նաև արարտ սնունդից։ Ամեն ոք, ով իր գլուխը յուղով չէր օծում, դրանով ցուցադրում էր իր բարեպաշտությունը, բոլորին ցույց տալով, որ ծոմ է պահում։ Տեր Հիսուսը ասում է այդպես մի վարվեք, այլ ընդհակառակն ցույց տվեք, որ ձեր կյանքում արտաքինից որևէ բան չի փոխվել, բայց ներքին մարդը թող աղոթքի մեջ հարատևի։ Գանձեր մի դիզեք ձեզ համար երկրի վրա, ուր ցեց եւ ժանգ ոչնչացնում են եւ ուր գողեր պատերն են ծակում ու գողանում։ Այլ գանձեր դիզեցեք ձեզ համար երկնքում, որտեղ ոչ ցեց եւ ոչ ժանգ չեն ոչնչացնում եւ ոչ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում, քանի որ ուր ձեր գանձերն են, այնտեղ եւ ձեր սրտերը կլինեն։ Հունարենում ժանգ բառը նշանակում է ոչ միայն մեր իմացած ժանգը, այսինքն մետաղի քայքայման արդյունքում առաջացած հետևանքը, այլև բորբոս։ Ամեն ժամանակավոր եւ աշխարհիկ ենթակա է փչացման։ Մենք պետք չէ հարստություն կուտակենք մեզ ծանրաբեռնելով դրա մասին ավելորդ մտահոգություններով, քանի որ Աստված մեզ տալիս է կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ։ Հին օրենսգետները եւ փարիսեցիական դպրոցների ներկայացուցիչները ընդհանուր առմամբ ընդունում էին, որ երկրային գանձերը փչացող են։ Ցանկանալով պաշտպանել իրենց գանձերը գողերից, հարուստները դրանք հանձնում էին լումայափոխներին կամ ի պահ էին տալիս տաճարի գանձարան, քանի որ նույնիսկ գողերը զգուշանում էին տաճարներ թալանել, որովհետև համարում էին, որ աստվածներին թալանեցին,
Կամ ավելի ընդհանրական բնույթ էր կրում, երբ որ գանձերը թաղում էին հողի մեջ, որտեղ, սակայն, ցեցերը կարող էին փչացնել թանկարժեք հագուստները, իսկ ժանգը կարող էր քայքայել մետաղադրամները։ Աստվածաշունչը խոսում է ողորմություն անելու անհրաժեշտության մասին։ Տոբիթի գիրքը խոսում է դրա մասին, օրինակ 4-րդ գլխում։ Քո ունեցվածքից ողորմություններ կանես, ողորմություն անելիս թող քո աչքը ագահ չլինի, երեսդ չդարձնես բոլոր աղքատներից, և Տեր Աստված էլ իր երեսը չի դարձնի քեզնից։ Ինչքան շատ ունենաս, ըստ այդ շատության կանես քո ողորմությունները, եթե քիչ ունենաս, ըստ քչի։ Չհապաղես ողորմություններ անել, քանի որ դրանով բարիքներ կգանձես քո կյանքի համար։ Մարմնի ճրագը աչքն է, եթե քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ եթե քո աչքը պղտոր է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Եվ արդ, եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա խավարը որչափ ևս ավելի։ Մենք տեսնում ենք լույսի միջոցով, ուստի քո մեջ եղած լույսը արտահայտությունը ակնարկում է այն լույսը, որով մենք մեկնաբանում ենք մեզ շրջապատող աշխարհը։ Եթե մեր աշխարհայացքը կեղծ է, ապա իրականության մեջ մեր ընկալումը աղավաղված է։ Հին աշխարհում շատերը կարծում էին, որ ոչ թե աչքերն են ընկալում լույս և դրա հետևանքով նաև տեսնում, այլ ընդհակառակը, որոշակի պատկերացում կար, թե իբր աչքերն են արձակում լույս, որով որ տեսնում են շրջակա միջավայրը։ Ըստ այդմ, Ավետարանում Տեր Հիսուս ընդունված ընկալումների համաձայն մարմնի ճրագ է կոչում աչքը, որով որ ամբողջ մարմինը լուսավոր է լինում, այսինքն տեսնում է իր շրջապատը։ Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, կամ մեկին կատի և մյուսին կսիրի, կամ մեկին կմեծարի և մյուսին կարհամարի։ Չեք կարող ծառայել Աստծուն և Մամոնային։ Երկու տեր հազվադեպ էին ունենում համատեղ ստրուկներ, բայց երբ դա պատահում էր, ապա միշտ խնդիրներ էր առաջացնում։ Մամոնը ասվածը այստեղ արամեերեն բառ է, որը նշանակում է հարստություն կամ ուղղակի փող։ Տեր Հիսուս կարծես այն համեմատում է կուռքի հետ, անձնավորելով այն, այդպիսի հնարք հաճախ է կիրառվում, երբ որ անձնավորվում է որևէ առարկա։ Մեկնաբանական գրական հնարք է սա։ Դրա համար ասում եմ ձեզ, ձեր կյանքի համար հոգ մի արեք, թե ինչ պիտի ուտեք կամ ինչ պիտի խմեք, և ոչ էլ ձեր մարմնի համար, թե ինչ պիտի հագնեք, չէ՞ որ կյանքը ավելին է, քան կերակուրը և մարմինը, քան ըզգեստը։ Հին ժամանակներում մարդկանց մեծ մասը ստիպված էր բավարարվել միայն ամենաանհրաժեշտ բաներով՝ սնունդ, հագուստ և կացարան։ Քանի որ այս իրերի ձեռքբերումը հաճախ կախված էր հատկապես գյուղական վայրերում սեզոնային անձրևներից կամ բնակլիմայական պայմաններից, օրինակ Եգիպտոսում Նեղոսի վարարումից էր կախված շատ բաներ, և նրանք բավարար պատճառներ ունեին անհանգստանալու նույնիսկ սննդի և հագուստի համար, բայց Տերը ասում է, որ հոգ մի արեք այդ ամենի մասին, դրանք դարձնելով ձեր առօրյա հոգսը, ձեր գլխավոր նպատակը։ Նայեցեք երկնքի թռչուններին, ոչ վարում են, ոչ հնձում և ոչ էլ շտեմարանների մեջ հավաքում, և ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց, չէ՞ որ դուք ավելին եք, քան նրանք։ Հարցն այն չէ այստեղ, որ թռչունները ոչինչ չեն անում, ճիշտ հակառակը, թռչունները արթնանում են արևածագով և դուրս են գալիս սնունդ հայթայթելու։ Այստեղ այն հանգամանքն է շեշտվում, որ նրանք չեն անհանգստանում ապագայի համար։ Օրը բացվեց, և նրանք կատարում են իրենցից հասանելիք ամեն ինչ, թռնում են ծառից ծառ, փնտրում են սնունդ և անպայման գտնում են։ Ինչ որ իրենցից է հասնում, կատարում են ըստ ամենայնի, ինչ որ իրենց ուժերից վեր է, մտահոգության մեջ չեն ընկնում։ Այդպես է Տերը ասում նաև, որպեսզի վարվենք մենք, թռչունների նման, մեզնից հասանելիք ամեն ինչ կատարել, իսկ վաղվա օրվա հանդեպ անհանգստությունը թողնել Աստծուն և վստահությամբ շարունակել կյանքը։ Տիրոջ նախախնամության և
հոգատարության նկատմամբ վստահություն ունենալու մասին է այս խոսքը։ Եթե Աստված հոգ է տանում թռչունների մասին, եւ ռաբիները ընդունում էին, որ նա պահպանում է ամեն ինչ, ապա որչափ առավել նա հոգ պիտի տանի մարդկանց մասին, որոնք որ համարվում են արարչության թագը եւ պսակը։ Ուրեմն այստեղ ոչ թե ծուլության մասին է խոսում Տեր Հիսուս, այլ Տիրոջ նկատմամբ վստահության եւ հասանելիք գործը, հասանելիք ջանքը անվերապահորեն գործադրելու մասին։ Եվ արդ ձեզնից ով կարող է հոգս անելով իր հասակի վրա մեկ կանգուն ավելացնել։ Կանգունը երկարության միավոր էր, մոտավորապես 60 սանտիմետր, թեև տարբեր երկրներում տարբեր չափման միավորներ կարող են լինել։ Ոմանք համարում էին, որ կանգունը փոփոխական չափ է եւ կախված է թագավորի ձեռքի երկարությունից։ Այս բառը ըստ երևույթին օգտագործվում է փոխաբերական իմաստով տվյալ համատեքստում, ոչ թե որպես չափման միավոր, այլ որպես ժամանակի միավոր։ Եվ հագուստի համար ինչու եք հոգս անում։ Նայեցեք վայրի Շուշանին, ինչպես է աճում, ոչ ջանք է թափում եւ ոչ հյուսում։ Ասում եմ ձեզ, որ Սողոմոնն իր ամբողջ փառքի մեջ չհագնվեց նրանցից մեկի նման։ Մի շարք մեկնաբաններ կարծում են, որ այստեղ Շուշան ծաղկի տակ պետք է նկատի առնվի հողմածաղիկ կոչվածը, որոնք ունեին մանուշակագույն կարմիր երանգներ, նաև սպիտակ երբեմն հանդիպում էին, եւ շատ ընթերցողների մտքում այս ծաղիկը կարող էր կապվել Սողոմոնի արքայական ծիրանիի հետ։ Իսկ եթե դաշտի միջի խոտին, որ այսօր կա եւ վաղը հնոց կնետվի, այդպես է հագցնում Աստված, որքան եւս առավել ձեզ թերահավատներ։ Այսուհետև հոգ մի արեք ու մի ասեք ինչ պիտի ուտենք կամ ինչ պիտի խմենք կամ ինչ պիտի հագնենք, որովհետև հեթանոսներն են այդ բոլորը որոնում, քանի որ ձեր երկնավոր Հայրը գիտե, թե այդ բոլորը ձեզ պետք է։ Նախ խնդրեցեք Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը, եւ այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա։ Այսուհետև հոգ մի արեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրը իր մասին կհոգա, օրվա հոգսը բավ է օրվա համար։ Հեթանոս աշխարհը իսկապես մտահոգված էր նման կարիքներ բավարարելով, բայց Տեր Հիսուս հիշեցնում է իր լսողներին, որ նրանք պետք է վստահեն իրենց երկնավոր Հորը եւ նախ փնտրեն Աստծո արքայությունը, եւ դրանից հետո ամեն ինչ ավելիով կտրվի։ Նախ փնտրեցեք Աստծո արքայությունը կամ խնդրեք Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը, արտահայտության մեջ ամենակարևոր շեշտադրումը Աստծո կամքն է եւ նրա հետ ճիշտ հարաբերությունը։ Կասկածելով Աստծո բարության կամ նրա ամենակարողության վրա, մենք շեղվում ենք կյանքի իրական նպատակից։ Աստված բավարարում է բոլոր նրանց կարիքները, ովքեր ամբողջությամբ ապավինում են նրան։